Նախ նորից վերադարձել ենք այն իրավիճակին, երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի անտեղի առանց ծայրահեղ անհրաժեշտության մարդուն կարող էին կալանավորել։ Բազմաթիվ դեպքերով հաստատապես կարելի ասել, որ երբ օրինակ վարույթ իրականացնող մարմինը ավարտել է աշխատանքը ու գործուղարկումը դատարան, կարելի է մարդուն ուղղակի ազատության մեջ թողել մինչև դատավարության ավարտը մնան, բայց այստեղ դատավարությունները շատ դեպքում քաղաքական առումով այսպես անգաժիրովանի ու իրանք հաստատապես կարելի ասել, որ կալանքը նորից սկսել է օգտագործվել որպես ճնշման միջոց եւ Սրփուի Գալյանը, եթե չի հասկացել այդքան բանը, ուրեմն տեղում չի, բայց կարծում եմ, որ Սրփուի Գալյանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը չի, ինչպես բոլոր ժամանակներում ա եղել, Սրփուի Գալյանը օրվա իշխանությունների նախարարն է, արդարադատության նախարարն է, ինչպես գլխավոր դատախազն է օրվա իշխանությունների գլխավոր դատախազը եւ այդպես շղթան շարունակ։ Ոչ մի զարմանալի բան չկա, մենք վերադարձել ենք նույն իրավիճակին, որ ունեցել ենք ժամանակին, երբ կալանավորումը, այսինքն նախնական կալանքը օգտագործվում է որպես մարդկանց վրա ճնշում գործադրելու միջոց, պատժի միջոց, ցուցմունքներ ստանալու, լրացուցիչ, ահուսարսափ հասարակության մեջ տարածելու ընտրություններին ընդառաջ, բոլոր իր դրսևորումներով։ Էլի կան տարբեր խափանման միջոցներ կան, բայց ոնց հասկանում եք, բոլորի հատկապես այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կա, այսպես շրջապատին, կալանավորվողի շրջապատի համար մթնոլորտ ստեղծել, տպավորություն ստեղծել ու մի տեսակ հանրային գիտակցության մեջ այդ ուժեղ մաչոյի տպավորությունը թողելու անպայման տանում են կալանքի։ Հատկապես եթե խոսքը գնում է քաղաքական ապանյենցների մասին, հատկապես։ Առհասարակ ես ինքս կողմնակից չեմ համաներմանը, ես կարծում եմ, որ պիտի ունենաս այնպիսի արդարադատության համակարգ, որի պայմաններում համաներման անհրաժեշտություն ու կարիք չի լինի, որտեղ դուք ունենաս մեխանիզմներ նախ իսկապես արդարադատություն իրականացնելու, որտեղ այն ինչ որ մենք ունենք հիմա արդարադատության հետ աղերսություն եւ ինչ որ ունեցել ենք ժամանակին արդարադատության հետ կապ չունի, ու պիտի ունենաս մեխանիզմներ վերանայելու գործը կրկին նոր Երևան եկած հանգամանքներում իսկապես վերանայելու հնարավորություն պիտի ունենաս, իսկ մենք այդպիսի հնարավորություն չենք ստեղծել, անգամ այս վերջի 7 տարիների ընթացքում անընդհատ խոսում ենք նոր մեխանիզմներ ստեղծելու մասին, բայց դա իրականում չարվեց եւ հիմա մնում է ցավոք սրտի մի գործիք դա համաներում, անգամ եթե համաներում լինի եւ անվանական է գրած լինել, օրինակ Միքայել Սրբազանի վրա դա չի տարածվում, չգիտեմ, ասեք Բագրատ Սրբազանի վրա դա չի տարածվում, այսինքն մենք կունենանք շատ ավելի վատ իրավիճակ, շատ ավելի նախընտրելի կլիներ, որ ունենայինք այնպիսի համակարգ, որի պայմաններում իսկապես արդարադատություն process-ի մեջ համաներումը անհրաժեշտություն չէր լինի, բայց հենց այսպիսի արդարադատության համակարգ էր ուզում նաև այս իշխանությունը, որովհետև միայն այսպիսի համակարգի պայմաններում են իրենք կարողանում ապահովել իրենց լինելու, իշխանության լինելու հարատևությունը։